Բարև ձեզ, մենք այսօր զրուցելու ենք Այլընտրանքային բժշկության ասոցիացիայի նախագահ եւ հիջամաթերապիայի մասնագետ բժիշկ Կարապետ Ռադիկովիչի հետ։ Բարև ձեզ բժիշկ, շատերն այսօր լսում են հիջամայի մասին, բայց շատ հաճախ կարող են շփոթել հեքիմության հետ։ Բայց քչերը գիտեն իրական իմաստը, կարող եք ասել ինչ է հիջամաթերապիան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալելու մեր հիջամակենտրոն, որը այո, իրոք հիջամա բառը ծանոթ չի մեր հայկական Հայաստան աշխարհին։ Ինչ է հիջաման։ Հիջաման մեկ անգամվա օգտագործման հատուկ բանկաներով կատարվող գործողություն է, որը օրգանիզմից դուրս է բերում թթվածնազուրկ տոքսիններով լի արյունը։ Երբ որ կատարվում է հիջամաթերապիա, օրգանիզմը թարմանում է։ Հիջամաթերապիան ինքը հազարամյակների պատմություն ունի։ Եկել է արաբական աշխարհից, Չինաստանն իրեն սարքել է որպես բժշկություն։ Կա հիջամա, կա հիջամաթերապիա, կա չոր հիջամա, կա թաց հիջամա։ Չոր հիջաման իրանից ինչ է ներկայացնում, չոր հիջաման ուղղակի բանկաներով հատուկ բիոակտիվ տոճկաների վրա դնում են, արյունը գեմատոմիան ստեղծում ու բաց թողնում։ Իսկ ինչ է թաց հիջաման։ Թաց հիջաման օրգանիզմից դուրս է բերում, ինչպես շեշտեցի, թթվածնազուրկ տոքսիններով թունավոր արյունը։ Հիմա կարող են հասկանալ ոնց մեր մեջ թունավոր արյուն կա, եթե տոքսիններով լի է, այո, մեր մեջ կա թունավոր արյուն։ Այսինքն դուք բոլոր հիջամայի տեսակներով զբաղվում եք։ Հիմնականում զբաղվում ենք թաց հիջամայով, թաց հիջաման իրանից ներկայացնում է արյուն հանել օրգանիզմից տոքսիններով եւ թթվածնազուրկ արյունը հանել օրգանիզմից։ Այո, մենք զբաղվում ենք հիմնականում թաց հիջամայով, բայց եթե հարկ է լինում, եթե մարդու մոտ կա խնդիր, որը որ այդ պահին պետք չի թաց հիջամա, անում ենք նաեւ չոր հիջամա։ Որքան ժամանակ է դուք կիրառում եք այս մեթոդը եւ որտեղ եք ստացել մասնագիտական կրթություն։ Երկար տարիներ ես աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում, Կրասնոդար քաղաքում, բժշկական կրթություն ստացել եմ Կուբանսկի ունիվերսիտետում, Ռուսաստանի Դաշնության, Կրասնոդար քաղաքում, վերապատրաստվել եմ Չինաստանում, լիցենզավորվել եմ Սանկտ Պետերբուրգում։ Այնտեղ միայն սովորել եք, թե նաև աշխատել եք։ Ոչ, շատ երկար տարիներ ես աշխատել եմ Կրասնոդար քաղաքում իմ մասին շատերը գիտեն։ Չեմ ուզում շատ ընդլայնվել, անցյալ ներկա։ Քանի որ աշխատել եք եւ արտասահմանում եւ Հայաստանում, հիվանդությունները հիմնականում նույնն են, որ բուժում եք, թե տարբեր են, այսինքն տարածաշրջանային հիվանդություններ կան, որ օրինակ հատուկ է միայն Հայաստանին։ Որպես այդպիսին հատուկ հիվանդություններ չկան, Ռուսաստանում առավել եւս Կրասնոդար քաղաքում վահանաձև գեղձի խնդիր ունեցողները քիչ են, բայց որպես այդպիսին հիջամաթերապիան վահանաձև գեղձին որպես այդպիսին բուժում չունի։ Հիջամաթերապիայով վահանաձև գեղձի բուժում չունի։ Բայց ընդհանուր մարդու կառուցվածքը նույնն է, նույն հոդերն են, թե Ռուսաստանա բնակների համար, թե Հայաստանա, թե Ամերիկա բնակների համար, նույն հոդերն են, նույն ծնկահոդ, նույն կոնքազդրային հոդ, նույն սրունքթաթային հոդ նույնն են։ Խոսեցիք, որ կան հիվանդություններ, որոնք հիջաման չի բուժում, այդ դեպքում եկեք խոսենք, թե որ հիվանդությունների դեպքում է, որ հիջաման արդյունք է տալիս ու որոնց դեպքում է, որ հակացուցված է կամ անարդյունավետ։ Ահա, ճիշտ հարց։ Ուրեմն հիջամաթերապիան ինքը նաև կարելի է իրեն դասել ֆիզիոթերապիայի դասին։ Այո, մասնագիտական, բժշկական բարձրագույն կրթությունը պարտադիր է, որպեսզի մարդու մարդու անատոմիան մարդը պետք է հստակ իմանա մարդու անատոմիան։ Հիջամաթերապիան հակացուցված է ցածր հեմոգլոբին ունեցողներին, կյանքի ընթացքում քաղցկեղածին բջիջներ ունեցողներին, ովքեր որ անցել են քիմիաթերապիա, ճառագայթատերապիա, իրենց հակացուցված է։ Տարիքային սահմանափակումը 22 տարեկանից բարձր մինչև 75, բայց ունեցել ենք բուժառուներ, ովքեր անգամ եղել են 80 տարեկան։ Բուժում, ինչ ենք մենք բուժում, քանի որ
հիջամաթերապիայի մեջ բուժում հասկացողությունը մի քիչ այլ է, քանի որ չկա դեղորայքային, չկա վիրահատական, դա բուժում է խիրույգը, վիրահատեց կույրաղիքը, վերջ, այդ կույրաղիքը չի հաճելու, իսկ հիջամայի դեպքում դա ինքը վերականգնում է օրգանիզմը, մենք օգնում ենք օրգանիզմին, որ օրգանիզմը իր ամբողջ ռեսուրսով աշխատի։ Կարող եք պատմել հաջողված կամ չհաջողված պատմություններ։ Ուրեմն ավելի շատ կարող ենք ներկայացնել, ինչպես դուք շեշտեցիք, պատմել հաջողված, քան չհաջողված։ Այո, իհարկե լինում են նաև չհաջողված բուժառուներ, բայց դա շատ քիչ է, որ վերցնենք քանակով շատ քիչ է։ Եթե մենք 10 հոգու հետ աշխատում ենք, 10-ից հնարավոր է 1 հոգի լիարժեք չզգա տարբերությունը, դա օրգանիզմից է, քանի որ ես շեշտեցի, մենք դեղորայքային բուժում չենք անում, բնական ճանապարհ է, այդ իսկ պատճառով օրգանիզմը կարող է որ չընդունել հիջաման եւ ինչ որ բան չստացվի։ Բայց շեշտեմ նաեւ ես մի քիչ տնական զրույց սկսեմ, ես երեկոյա որ պարկում եմ քնելու, իմ գլուխը հանգիստ եմ դնում բարձին, եթե չի էլ ստացվել, բայց ամեն դեպքում տվյալ բուժառուին ես օգնել եմ, որ իր օրգանիզմից դուրս գա թթվածնազուրկ, թունավոր, տոքսիններով լի արյունը, արդեն իսկ օգտվել է հետագա ինսուլտ, ինֆարկտ խնդիրներից։ Այսինքն հիջաման բացասական կողմեր չունի։ Ունի բացասական կողմեր, շեշտեցի, եթե չի կարելի, բացասական կողմ չի կարելի հղիներին, անեմիա ունեցողներին, հեմոգլոբինի ցածր։ Իսկ որ այցից հետո են արդեն զգում իրենց վրա փոփոխություն։ Ուրեմն տեսեք, հիմնականում, քանի որ օրգանիզմը դեռ թթվածնազուրկ արյունով է, առաջին իսկ այցից մեզ մոտ բուժառուները հենց տապչանից որ դուրս են գալիս, պրոցեդուրնի սենյակից որ դուրս են գալիս, անպայման զգում են տարբերությունը։ Իսկ մեզ մոտ հիմնականում արվում է 3 պրոցեդուրա, 10-15 օրը մեկ անգամ, այդ 3 պրոցեդուրայի ավարտին արդեն մարդը իրեն լիարժեք կարողանում է իր ցավերից ձերբազատվել։ Մարդկա շատ լավ է իրեն զգում, մարդկա այսպես էլ մնա գոհ եմ բժիշկ ջան, մարդ էլ կա ասում է դե բժիշկ ջան, սա իմս չէր։ Բուժումը երկար է տևում, այսինքն ամբողջ կյանքի ընթացքում պետք է գան, թե ոչ։ Ամբողջ կյանքի ընթացքում այդպիսի հասկացողություն չկա։ Եթե վերցնենք ամբողջ կյանքի ընթացքում ազգաբնակչության մեծ մասը ունի շաքարային դիաբետի, ունի ճնշման տատանումների խնդիր, որը որ դեղորայքային բուժում է պահանջվում, այո, ամբողջ կյանքում գնում է շաքարային դիաբետի դեղ է խմում կամ ճնշման դեղ է խմում։ Իսկ հիջամաթերապիան այդպիսի կախվածություն որպես այդպիսին չունի։ Հիջամաթերապիան արեցիր, քեզ լավ ես զգում, կարող ես 2 ամիսը մեկ անգամ, 3 ամիսը մեկ անգամ, տարին մեկ անգամ, 6 ամիսը մեկ անգամ օրգանիզմից դուրս բերել թունավոր թթվածնազուրկ արյունը։ Դա կախվածություն չի կարծում եմ։ Դուք բողոքի դեպքում միջամտություն եք անում միանգամից, թե պահանջում եք հետազոտություններ։ Ուրեմն հիմնականում մենք բուժառուին խնդրում ենք, որ իր հետ բերի իր հետազոտված բժշկական արդյունքները, իսկ կան դեպքեր, այո, որ դրա կարիքը չկա, մենք ինքներս տեսնում ենք մասնագիտորեն եւ կարիք չկա, որպեսզի տվյալ բուժառուն կատե բերի։ Մենք անգամ ռենտգեն հետազոտությունը մեզ բավարարում է, որպեսզի հիջամաթերապիան տեսնենք տվյալ բուժառուին օգուտ է թե ոչ։ Անգամ ռենտգեն հետազոտությունը կամ ուլտրաձայնային հետազոտությունը մեզ բավականացնում է։ Հիջաման ամբողջությամբ փոխարինում է բուժման բժշկական դասական մեթոդին, թե դա լրացուցիչ օգնություն է։ Ուրեմն տեսեք, կան հիվանդություններ, կան գանգատներ, որ ամբողջությամբ ինքը լիարժեք օգնում է։ Կան հիվանդություններ, կան գանգատներ, որը որ հավելյալ միջամտություն է։
Իդեպ ձեր բուժառուներից գրեթե բոլորը խոսում են յուղի մասին, ինչ յուղ է դա։ Ոնց հասկացանք, դուք արդեն պատրաստված եք եկել նաև մեր բուժառուների հետ շփվելու, ճիշտ եք ասում, մեր բուժառուները, այո, հիջամաթերապիա ստանալու համար օգտվում են յուղից։ Յուղը իրենից ինչ է ներկայացնում՝ ավոկադո, լիչի, բարբարիս, ժոժոբա, B17 վիտամին, կանաչ հնդկածավալ, մեխակ։ Այդ բոլոր յուղերից պատրաստվում է հատուկ միքս, ինքը պրոֆեսոր Նեումիվակինի գործերից է, իդեպ շեշտեմ, ես պրոֆեսոր Նեումիվակինի սաներից եմ նաև, անձամբ պատիվ եմ ունեցել, որի համար շատ շնորհակալ եմ, պատիվ եմ ունեցել պրոֆեսոր Նեումիվակինի հետ շփվելու, դա իր անձնական նոթատետրից վերցրած միքս յուղերի բաղադրություն է, որը այո, անպայման մեր բուժառուները օգտվում են, որը դա տալիս ենք մենք մեր բուժառուներին։ Ինչ օգուտ է տալիս։ Ուրեմն յուղը նախ օրգանիզմը բերում է տոնուսի, մաքրում է արյունատար մազանոթներ եւ արյունատար անոթներ, ինձ օգնելով հիջամաթերապիա կատարելով օրգանիզմից դուրս բերելով ել ավելի տոքսիններ ու շլակներ։ Շնորհակալ եմ եւ ինչպես կարող են մարդիկ դիմել կամ գտնել ձեզ։ Մեր հասցեն 5 տարի անփոփոխ քաղաք Երևան, Պրոշյան փողոց 2/1 շենք հիջամա կենտրոն, անվճար խորհրդատվություն, բացի կիրակի օրերից ամեն օր 11-ից 6-ը մենք ընդունում ենք մեր բուժառուներին։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Նմանապես շատ շնորհակալություն ձեզ այցի համար։